Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Դերսիմում Մունզուրի բնության մշակույթի 24-րդ փառատոնն է ինյական։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի 26-րդ նիստումը ամփոփալու ՄԱԿ-ի նստաշրջանի արդյունքներն են սոցիալական նախաձեռնությունները։ Ամառային ճամփար Արցախցի խոխորձը հետի Լեռնա Էկմեկչիօղլուն նշանակվել է ՄԻՏ պատմության բաժնի ղեկավար։ Լիբանանաբանակը հայտարարում է իզրայելական ռեժիմի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտման մասին։ Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները։ Խեասոր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը։ Միացիք մեր վետերաններին։ Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը Դերսիմում պատմական Արևմտյան Հայաստան անցկացվելու Մունզուրաբնության մշակույթի 24-րդ փառատոնը վերամիավորում է մշակութային, բնապահպանական ու հասարակական նախաձեռնությունները։ Փառատոնի երկօրյա ծրագրում նախատեսված են կոնցերտներ, մշակութային ելույթներ, հանրային քննարկումներ, բեմհանդես-ընկերական տարբեր երաժիշտներ, ստեղծագործական խմբեր, իսկ քննարկումների ընթացքում անդրադառնալու են տարածաշրջանի բնության պահպանության, մշակութային ժառանգության ու հասարակական խնդիրներին։ Փառատոնի կարգախոսն է թույլ չենք տալան խլել մեր բնությունն մեր կամքը վերընդգծում Մունզուրի բնաշխարհի պահպանության ու տարածաշրջանի մշակութային ինքնության պաշտպանության կարևորությունը։ Մունզուրաբնության մշակույթի փառատոնը տարիներ շարունակ համարվում է Դերսիմա կարևորագույն մշակութային միջոցառումների ամենը, համախմբելով արվեստագետների, բնապահպանների ու հազարավոր այցելուների։ 2026 թվականի հուլիսի 22-ին Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովի 26-րդ նիստն ելել վերը վարվել է առցանց ձևաչափով։ Նիստի մասնակցել է 52 ընտրված պատգամավորները, 13-ը նիստի վաղտը ներկայացվել ու ամփոփվել ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 19-րդ նստաշրջանում Արևմտյան Հայաստան Հանրապետության պատվիրակության ելույթներն ու միջազգային տեղեկատվական արձագանքը, ընդգծելով դրանց նշանակությունը բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության միջազգային հարթակումը։ Օրակարգում անդրադարձ կատարվել նաև ազգային ժողովի պատգամավոր Կարապետ Կարապետյանի նախաձեռնությունով իրականացված սոցիալական ծրագրին վերիշրջանակում հուլիսի 7-ից 17-ը Սևանալոճի ափին կազմակերպվել է հանգիստ տարբեր տարիների մարտական գործողությունների մասնակցած ու հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներին հետի։ Նախաձեռնության նպատակն է արժևորել հայրենիքի պաշտպանների ծառայությունը, ապահովել իրենց հանգիստն, վերականգնումը, հունցնել ընդգծել հասարակության հոգատար վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Նիստի ավարտին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Աբրահամյանը հանդես եկել ամփոփիչ խոսքով անդրադառնալով նիստում քննարկված հարցերին ու առաջիկա աշխատանքների առաջնահերթություններին։ Թեքեյան կենտրոն հիմնադրամը շարունակել է իրեն երկարամյա աջակցությունը Արցախաբռնի տեղահանված հայրենակիցներին այս տարի կրկին իրականացնում ամառային ճամփար ծրագիրը ընդգրկելով Արցախցի խոխորձը։ Ծրագրի շրջանակում Արցախի արվեստագործների միություն ՀԿ-ի 32 սաներ ու իրենց մանկավարժները Հադրութ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրադ Համրազյանի գլխավորությամբ 7-օրյա հանգիստ անցկացնան Մեղրաձորը Արագաշ ճամփարում։ Ճամփարի նպատակն է խոխորձը ապահովել հետաքրքիր ու բովանդակալից ամառային հանգստով համատեղելով կրթական, մշակութային, մարզական ու ժամանցային միջոցառումները։ Ծրագիրը նպաստում է նաև Հայաստանը տարբեր բնակավայրերը եկած խոխորձը մերձեցմանը, ազգային արժեքների ճանաչմանը, ինքնավստահության ձևավորմանը։ 2010 թվականից իրականացվող ամառային ճամփար նախաձեռնությունը արդեն միավորել է շուրջ 720 խոխորձը Հայաստան ու Արցախը տրնել ոչ միայն հանգստի, այլև նոր ընկերությունների, ստեղծագործական զարգացման ու անմոռանալի հիշողությունների կարևոր հարթակ։ Կոստանդնուպոլսում ծնված հայ պատմաբան պրոֆեսոր դոկտոր Լեռնա Էկմեկչիօղլուն նշանակվել է Ամերիկայի հեղինակավոր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատմության բաժնի ղեկավար։ 1979 թվականին ծնված Լեռնա Էկմեկչիօղլուն ավարտել է Ստամբուլադաջյան հայկական վարժարանը ու կենտրոնական հայկական վարժարանը, այնուհետև Բողազչիի համալսարանում ստացել է սոցիոլոգիայի պատմության կրթություն, հետագայում ինքը շարունակել է իրեն ակադեմիական գործունեությունը, արտերկրում մասնագիտանալով Օսմանյան կայսրության հայության, հայերի պատմության ու հայկական ֆեմինիզմի ուսումնասիրության ոլորտներում։ Պրոֆեսոր Էկմեկչիօղլուն հեղինակալ ու համահեղինակալ մի քանի կարևոր գիտական աշխատություններ, հետվում Մելիսա Բիլալին հետ համատեղ հրատարակված Արդարության ճիչ հենք հայ ֆեմինիստ գրողն Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիա ու վերագտնելով Հայաստանը պատկանելիության սահմանները հետ ցեղասպանական Թուրքիայում գրքերը։ 2024 թվականին Հրանձինքի հիմնադրամի Minority Matters podcast-ի շրջանակում Լեռնա Էկմեկչիօղլուն անդրադարձալ Լոզանի պայմանագրի ազդեցությանը ազգային փոքրամասնությունների իրավունքների, քաղաքացիության ու պատկանելիության հարցերին իրա։ Լեռնա Էկմեկչիօղլուի նշանակումը ՄԻԹ-ի պատմության բաժնի ղեկավարի պաշտոնումը կարևոր ձեռքբերում է հայ ակադեմիական համայնքի հետ ու միջազգային ճանաչում իրեն գիտական գործունեության նկատմամբ։
Լիբանանաբանակը հայտարարավ իզրայելական ռեժիմի զինված ուժերը կրակնպեցրալ երկրի հարավում գտնվող Զոուտար Էլ-Գարբիա բնակավայրում տեղակայվող լիբանանյան ստորաբաժանումների հարևանությունով խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունները։ Ըստ պաշտոնական հայտարարության միջադեպը տեղի ունեցել այն պահին վեր Լիբանանաբանակը Լիբանանը հարթավ ռազմական համակարգման խմբի հետ համագործակցությունով սկսած է լուրան ստորաբաժանումների տեղակայումը։ Բանակի հրամանատարությունը զգուշացրալ ավեր կրակոցները Կարին խոչընդոտի նախատեսված տեղակայման գործընթացին։ Ավելի վաղ լիբանանյան կողմը հայտնալավ էր Զոուտար Էլ-Գարբիայում սկսվալա բանակային ստորաբաժանումների տեղակայումը բնակիչներին կոչարալ մինչև իրավիճակի կայունացումը չվերադառնալ բնակավայր։ Հիշեցնենք վեր հունիսի 26-ին Վաշինգտոնում ամերիկա-իզրայելական ռեժիմի ու Լիբանանի ներկայացուցիչները ստորագրացնել են հակամարտության կարգավորման եռակողմ շրջանական համաձայնագիր, վերանախատեսման լարվածության աստիճանական նվազեցում, իզրայելական զորքերի փլային դուրսբերում ու վերահսկողության փոխանցում Լիբանանի բանակին։ Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինյան հայտարարավ էր Թեհրանը դադարեցրել այրան ռազմական գործողությունները, Էմպենան ետը վերամերիկան դադարեցրել այրան հարձակումները հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Ընդգծալավ էր հակամարտության շրջանակում Իրանա վարքագիծը հիմնված է փոխադարձության Իրանն ու վերտեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն հանգեցնականա Թեհրանը համաչափ-պատասխանին։ Աքրամինյան հայտարարավ էր Վաշինգտոնը գտնվում այնպիսի իրավիճակում, վեր Իրան ռազմական որոշումները ընդունելի կարողությունը սպառվալա։ Ըստ Իրան ամերիկայում հստակ քաղաքականության բացակայություն նկատելի է հունցը նախագահի որոշումներում դել երկրի կենտրոնական հրամանատարության գործերում։ Ինքը ընդգծալավ էր Իրանը ուշադիր հետևում իրադարձությունների զարգացմանը ու վեր Ամերիկայի վարքագծի ցանկացած փոփոխություն հաշվի առնվելու։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալ ավրան սկզբունքներին է եշողներին շարունակում են նախապանգոցը թայզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք մեր հեռուստատեսությունը ինքնագովազդ չի զբաղվում, հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանը պատմության նույն ներկայապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով հունց նաև տեղեկատվություն վերապիցրցնում է տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցալարյան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանել ու տարածել մեր մշակույթնապատմությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի արկառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քիմագևը մեր հեռուստատեսության հնարավորությունները ավելին ընդլայնում ու պնդանում, ենք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների աջակցողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ցակումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 70 տարեկան ընկումին պատար Ազատ Վախտունին կապակարիք միանակ հիշատակի պահապաներին պատիվ հայրենիք ախբերություն։ Ձեր խնդիրն այնական պաշտոնական արարողություններին պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը հիշատակի պահապանների իրենց նշանակալի ներկայացնավ պաշտոնական արարողություններին հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպություններ, պատվում են այն հայ զինվորներին, կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանել է ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական Խնդրում ենք հապաղեք վեճ կապվեք նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։